Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանը առավոտյան հրաժարական ներկայացրեց եւ հայտնեց, որ ինքնաբացարկ է հայտնում նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՔՊ կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելուց։ Հունանյանը հայտարարության պահին գտնվում էր ազգային ժողովի իր աշխատասենյակում, մինչ հայտարարություն անելը Արմլյուրի հետ զրուցել չցանկացավ։ Հունանյանի հայտարարությունից հետո ՔՊ-ականները գարից գնում էին վերջինիս աշխատասենյակ, միաձայն պնդում, որ ամեն բան ասված է ու ավելացնելու ոչինչ չկա։ Ձեզ համար պարզ էր Տիկին Հունանյանը ինչու հրաժարվեց իր հանձնաժողովի նախագահի։ Այո, գրել է Տիկին Հունանյանը հանրային Նիկոլ Փաշինյանից որտեղ ասում են նաև ՀՊ ցուցակում չլինելու, այսինքն ինքն է ասել, SMS է ստացել։ Տիկին Հունանյանը գրել է Սիրելի գործընկերներ։ Բայց SMS ուղարկելու պատճառով է հեռացել։ Ոչ մեկ SMS չի ստացվել։ Տիկին Հունանյանը գրել է։ Իսկ ինչու միանգամից երկու պաշտոնից էլ համ հանձնաժողովի նախագահի պաշտոնը թողեց, համ եթե անհրաժեշտություն լինի, լրացուցիչ կմեկնաբանի Տիկին Հունանյանը, բայց կարծում եմ ամեն ինչ պարզ գրել է։ Իրեն մխիթարում էիք, վատ վիճակում էր Տիկին Հունանյանը։ Տիկին Հունանյանի մոտ Ուղղակի զրուցելու։ Հնարավոր չէ գործընկերուհի է մոտենում է խոսելու։ Ասելիք որևէ SMS ստացել է Նիկոլ Փաշինյանից։ Չեմ կարծում։ Իսկ ինչ էիք ասելու, որ ասելիք ունեիք։ Թույլ տվեք անձնական շերտեր մի մտեք, հա, եթե կարելի է։ Դա Տիկին Հունանյանի որոշումն է եղել։ Կարծում եմ, որ Տիկին Հունանյանը ճիշտ որոշում է ընդունել եւ Տիկին Հունանյանը շարունակելու աշխատել։ Իսկ ինչու էր այդ որոշումը։ Չեմ կարող ասել, ես տեղեկություններ չունեմ։ Հռիփսիմե Հունանյանը հայտարարություն է դրել րոպեներ առաջ իր Facebook-յան էջում եւ կարծում մանրամասն պատճառները նշել։ Հիշեցնեմ, որ Արմլյուրի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ այս հրաժարականին նախորդել է ազգային ժողովում հնչեցրած հայտարարությունների շուրջ բարձրացրած հանրային դժգոհությունը։ Հունանյանի ամեն հրապարակային խոսք վերահացվում ՔՊ-ին նսեմացնելու եւ ծաղրելու հիմքի։ Դրա համար կուսակցությունում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ որոշել են, որ նա չպետք է լինի իրենց թիմում։ Վերջինը եղավ հայտնի հայտարարությունը, որ մեր պետությանը միայն զինվորներ չեն պետք, այլ նաեւ գլուխներ։ Մեր պետությանը միայն զինվորներ պետք չեն, մեր պետությանը նաև պետք են գլուխներ, որոնք կօգնեն պետության տարբեր ճյուղերի զարգացման համար։